գործողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանին։ Պարոն Մնացականյանը կամփոփի մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմում բողոքների եւ ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը եւ տեղեկացնեմ նաև, որ քանի որ հակակոռուպցիոնի գործերը նաև դուք եք ներկայացնելու, դա է պատճառը, որ հակակոռուպցիոն կոմիտեից մեկ ներկայացուցիչ չունենք, պայմանավորվածությունը եղել այդպեսին, որ ամբողջ տեղեկատվությունը դատախազությունը կամփոփի։ Համեցեք, պարոն Մնացականյան։ Շնորհակալ եմ շատ, հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար։ Նշեմ ձևաչափը հաղորդումը ներկայացնելու, ներկայում կներկայացվի տվյալներ այն մասին, թե մինչև 2026 թվականի փետրվարի 7 առավոտյան 8:00 ստացված հաղորդումների դիմումների ահազանգերի վերաբերյալ իրականացված գործողությունների վերաբերյալ, իսկ արդեն երեկոյան 20:30-ին կներկայացվի ինչպես այսօր ամբողջ օրվա ընթացքում արձանագրված դեպքերի, ստացված հաղորդումների եւ դիմումների, այնպես էլ ամբողջական լրամշակված եւ ամփոփված կերպով կներկայացվեն տեղեկություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստացվող տեղեկությունների հոսքը բավականին մեծ է եւ նրանք անպարբերաբար թարմացում եւ լրամշակվում են։ Ներկայում նշեմ, որ խոսելու ենք այն մասին, թե 2026 թվականի փետրվարի 7-ից առ այսօր մինչև 8:00 ինչպիսի հաղորդումներ են ստացվել, ինչպիսի դիմումներ, արձանագրումներ եւ ինչ ընթացք են դրանք ունեցել։ Մինչ վիճակագրական տվյալներին անդրադառնալը կցանկանամ հայտնել, որ ինչպես 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, այնպես էլ ներկայում գլխավոր դատախազի հանձնարարությամբ գլխավոր դատախազում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խումբը բաղկացած է եղել դատախազության ներկայացուցիչներից, դատախազներից, ովքեր համակարգել են այս ամբողջ նախընտրական ժամանակահատվածում դիմումների, հաղորդումների, զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած հրապարակումների, սոցիալական հարթակներում տեղի ունեցած հրապարակումների վերաբերյալ տեղեկությունները։ Դրանք ուղարկվել են ստուգման, դրանք ստուգվել են, դրանց վերաբերյալ ներկայացվել են հաղորդումներ, որոշի մասով նաև առկա են նախաձեռնված քրեական վարույթներ։ Նշեմ, որ աշխատանքային խումբը բացի այս գործառույթը նաև համակարգել է գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման դատախազների աշխատանք, այն դատախազների, ովքեր անմիջական աշխատել են տարածքներում, մարզերում գործընթացի հետ, համակարգվել է աշխատանքային խմբի կողմից։ Նշեմ նաև, որ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործարկվել է նաև թեժգիծ եւ որի միջոցով եւս ստացվել են ընտրական գործընթացը խոչընդոտելու առերևույթ հանգամանքներ։ Կարող եմ ուրախությամբ արձանագրել նաև, որ ունենք նաև ընտրական գործընթացը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկատվությունների ստացման թվի աճ ազդարար համակարգի գործարկմամբ։ Սա կարևոր արձանագրում է։ Նշեմ, որ ամբողջ ժամանակահատվածում դատախազական խումբը սերտորեն համագործակցել է ինչպես Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, այնպես էլ համագործակցել ենք դիտորդական առաքելություն իրականացնող եւ միջազգային հետաքրքրված կառույցների հետ, ունեցել ենք շատ սերտ եւ պրոդուկտիվ աշխատանքային հարաբերություններ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որոնք դրսևորվել են նաեւ պատգամավորի թեկնածուներին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ վերջիններիս ազատությունից զրկելու միջնորդություններ ներկայացնելու ձևով։ Ներկայացնեմ նաեւ որոշակի վիճակագրական տվյալներ, որոնք կներկայացնեմ ինչպես հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության տիրույթում համակարգված եւ արձանագրված տվյալների տեսքով, այնպես էլ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթներով կամ ստացված հաղորդումների տեսքով։ Նշեմ հետևյալը. Դատախազությունում ստացված եւ մշակված տվյալների համաձայն 2026 թվականի փետրվարի 7-ից ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր մինչև 8:00 ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու առերևույթ հանցանքի վերաբերյալ 282 հաղորդում։ 165 հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 252 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
14 քրեական վարույթ 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան։ Պատգամավորի 12 տեխնացուի վերաբերյալ կենտրոնական դրական հանձնաժողով ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդության քննությունը կսպասվում է առաջիկայում։ Տվյալները ներկայացնում ըստ նախաքննական մարմինների հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ տվյալները ներկայացնեմ 26 թվականի հունիսի 7-ի առավոտյան ժամ 8-ի դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտելու արարևույթ հանցանքների վերաբերյալ 195 հաղորդման։ Նշված 195 հաղորդումից 32-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Վարույթներ չեն նախաձեռնվել, քանի որ ներկայացված հաղորդումներով չի փաստվել այնպիսի դեպք, որին քրեական օրենսգրքով կարող է տրվել նախնական քրեական գնահատական։ Նշված հաղորդումներից 8-ը ստուգման նպատակով ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ հետախուզական ստորաբաժանումներին, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստուգելու եւ բավարար տվյալներ ձեռք բերելու դեպքում հաղորդում ներկայացնելու նպատակով։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է 1 հաղորդում, որն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ 99 նախաձեռնված քրեական վարույթ ունենք։ 61-ով արկա տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ներկայում։ 2 հաղորդում ստուգման նպատակով ուղարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 99 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 465 դեպքերից 213-ը վերաբերել են ընտրակաշարք տալուն եւ դրան հանցակցելուն։ 184 դեպք ընտրակաշարք ստանալուն եւ դրան հանցակցելուն, 6 ընտրակաշարքի միջնորդությանը, 38-ը ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն եւ դրան հանցակցելուն, 15-ը անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն եւ դրան հանցակցելուն, նշված հանցագործության նախապատրաստությանը եւ փորձին, 9-ը հավաքի մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն եւ դրան հանցակցելուն։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 224 անձի նկատմամբ, այդ թվում 96 անձի նկատմամբ ընտրակաշարք տալու եւ դրան հանցակցելու համար, 107 անձի նկատմամբ ընտրակաշարք ստանալու եւ դրան հանցակցելու համար, 15 անձի նկատմամբ բարեգործության արգելքը խախտելու համար, 6 անձի նկատմամբ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կամ ընտրության իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ Մեղադրաններից 44-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 21-ի նկատմամբ տնային կալանքը։ Պատգամավորի 6 տեխնացուի վերաբերյալ կենտրոնական դրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 5-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը դեռևս քննության փուլում է։ Պատգամավորի տեխնացուներից 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, վերջինիս հայտնաբերել դեռևս չի հաջողվել։ 9 քրեական վարույթով 33 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացության վարությունները հանձնվել են իրավասու դատարանին։ Դրանք են 2 դրվագ ընտրակաշարք տալու համար մեղադրվող 1 անձի եւ ընտրակաշարք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, 3 դրվագ ընտրակաշարք տալու եւ բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրակաշարք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, բարեգործությունը խախտելու եւ դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշարք տալու 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի եւ խմբով ընտրակաշարք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելու, դրա փորձի եւ նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշարք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշարք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի եւ ընտրակաշարք ստանալու համար մեղադրվող 6 անձի նկատմամբ 1 քրեական վարույթ, ընտրակաշարք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշարք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ, ընտրակաշարք տալու համար մեղադրվող 1 անձի եւ ընտրակաշարք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ։ 2 քրեական վարույթով քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի որոշմամբ չի հաստատվել, վարույթի նյութերը վերադարձվել են նախաքննությունը շարունակելու նպատակով։ Քննչական կոմիտե 2026 թվականի հունիսի 7-ին առավոտյան ժամ 8:00-ի դրությամբ քննչական կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտող արարևույթ հանցանքների վերաբերյալ 87 հաղորդման։
Նշված 87 հաղորդումից 6-ն ուղարկվել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնելու հարցեր լուծելու համար, որից 2-ով քննիչը չի նախաձեռնել քրեական վարույթ, ինչին հաջորդել է հսկող դատախազի կողմից համապատասխան հանձնարարությունը, որի հիման վրա քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 3-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին կարող էր տրվել քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված քրեական նախնական գնահատական։ 3-ով քննիչի կամ դատախազի նախաձեռնությամբ ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ստուգման, 11-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում 8-ով ոստիկանության ծառայողի զեկուցակի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգման փաստվել է, որ հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայության 1-ով կազմված փաստաթղթերն ուղարկվել են կենտրոնական դրական հանձնաժողով։ Համապատասխան ընտրական գործընթացին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար։ 66-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28 անձի նկատմամբ, այդ թվում 14 անձի նկատմամբ նախընտրական քարոզչություն կատարելու խոչընդոտելու համար, 1 անձի նկատմամբ խուլիգանության համար, 3 անձի նկատմամբ շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու համար, 2 անձի նկատմամբ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար, 8 անձի վերաբերյալ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու եւ շահագրգռելը կազմակերպելու համար։ 28 մեղադրյալների նկատմամբ կիրառվել են հետևյալ խափանման միջոցները։ 9 անձի նկատմամբ կիրառվել է կալանք, տնային կալանք կիրառվել է 10 անձի նկատմամբ, որից մեկի նկատմամբ նաև վարչական հսկողություն, մեկի նկատմամբ նաև գրավ, բացակայելու արգելք, պաշտպանական կասեցում, մեկի նկատմամբ նաև գրավ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք։ Վարչական հսկողություն 5 անձի նկատմամբ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք։ Գրավ 1-ի նկատմամբ, 1 անձի նկատմամբ նաև բացակայելու արգելք, բացակայելու արգելք 2 անձի նկատմամբ, դասերակցական հսկողություն 1 անձի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք։ 1 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատգամավորի 6 տեխնացուների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից բոլորի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ Միջոցներ են ձեռնարկում անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաձեռնված վարույթներից 5-ով քրեական վարույթի նյութերը 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան, որոնցից մեկը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, 4-ը քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, 10 քրեական վարույթ կարճվել է, 8 քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, 2-ը 3-րդ կետով նախատեսված հիմքով։ Այդ թվում 10-ը նախաձեռնված են եղել քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի առաջին մասով։ Հարգելի գործընկերներ, թերևս տեղեկություններն այս պահին այսքանն են, հիշեցնեմ, որ շարունակում է տվյալների ստացումը եւ ամփոփումը, դրանք ամբողջական, առավել ամբողջական կներկայացվեն 2030-ին, եթե չեմ սխալվում, եթե սխալ եմ ինձ ուղեք, 2030-ին, որի ժամանակ կամփոփվի նաև այսօրվա ընթացքում ներկայացված հաղորդումները, կազմված արձանագրությունները, ներկայացված դիմումները եւ ընտրական գործընթացին խոչընդոտելու առերևույթ դեպքերի վերաբերյալ այլ գործընթացները։ Այսքանը ես ավարտեցի, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մնացականյան, հարգելի գործընկերներ, կան հարցեր։ Եթե չկան, շնորհակալություն, մենք արդեն կհանդիպենք ձեզ հետ քվեարկության ավարտից հետո։ Շնորհակալ եմ ես։ Եվ